Զվարթնոց օդանավակայանում դարձյալ չեմպիոնական աշխուժություն է։ Բուլղարիայից հայրենիք են վերադառնում բասկամարտիկները։ Աշխարհի առաջնությունում նվաճել են 5 ոսկե, 5 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ։ Դիմավորում է ոչ օլիմպիական մարզաձևերի միության համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանը։ Այս առաջնությունում հարուստ տավարը պատանիներինն է, 50 կիլոգրամ քաշային կարգում այս ձեռքի մրցակցությունում եզրափակիչում մեր հայրենակիցներն էին։ Այստեղ հաղթողը Արա Հովակիմյանը չեմպիոն է դարձել նաև ձախ ձեռքի պայքարում։ Ամենադժվար պայքարը ֆինալն էր, երբ որ հայ դեմ էի հենց ես իմ ընկերոջ հետ էի, ես շատ երկար պատրաստվել էինք, մոտավոր 2 ամսից ավել։ Սպասումները շատ մեծ էր, բայց չէի սպասում, որ հենց 2 ոսկով հետ կգամ։ Ճիշտն ասած, կարար ոսկի լիներ, որովհետև շատ լավ էի պատրաստված, ուղղակի ոնց որ մի փոքր չհերիքեց այս անգամ, քանի որ վնասվածքներ ստացա։ Կփորձեմ շատ աշխատեմ, որովհետև իմ նպատակն է ոսկին, աշխարհի չեմպիոն դառնալը։ Տղաների պայքարում պատվոհարթակի ամենավերին աստիճանին են կանգնել նաև Սարգիս Մովսիսյանն ու Գեղամ Խաչատրյանը, իսկ աղջիկների մրցակցությունում էլ չեմպիոնական դուբլ է ձևակերպել Մարիամ Սարգսյանը, որն ավելի վաղ հաղթել էր Եվրոպայի առաջնությունում։ Բուլղարիայից նա վերադարձել է 1 ոսկե ու 1 բրոնզե մեդալով։ Այս անգամ կրկին հանդիպեցի թուրք մրցակցին եւ վճռական արդեն մարտում կարողացա ինձ արժանապուհինս դրսևորել։ Մյուս Եվրոպան ինձ համար ուղի է, որպեսզի եւ ցախ եւ աջ ձեռքերով հասնեմ իմ չեմպիոնության, քանի որ նույն պարտված մրցակիցներից կրկին հանդիպելու եմ։ Մարշական կազմն ու ֆեդերացիայի ղեկավարությունը գոհ են մարզիկների մրցելույթից։ Այս մրցաշրջանում բասկամարտիկները աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից հայրենիք են բերել 28 մեդալ։ Այս տարվա աշխարհի առաջնությունը բավականին բարդ էր։ Ռուսաստանը վերջապես մասնակցեց աշխարհի առաջնությանը այս տարի առաջի անգամ դադարից հետո, բավականին մրցապայքարը թեժ էր, շատ։ Ես շատ գոհացած եմ այս արդյունքներով։ Թիմի աջակցությունը շատ կարևոր է, եթե չլինի այդ աջակցությունը, թիմը չի մասնակցի ու հպարտորեն չի կանգնի պատվոհարթակին։ Հովհաննես Ծառուկյանը մեր կողքին կանգնած է, միշտ ամեն հարցում թիմին աջակցում է, մի քիչ առաջ էլի շեշտեցին, որ մարզիկները ավելի ոգևորվեցին, որ տարվա վերջ մարզիկները կստանան դրամական պարգևներ, այդ ավելի ոգևորիչ է մարզիկները ավելի լավ պատրաստվելու, ավելի լավ մրցաշարին մասնակցելու համար։ Վերջերս Հայաստանի բասկամարտի ֆեդերացիան ընդգրկվել է ոչ օլիմպիական մարզաձևերի միության շարքերում, դառնալով լիարժեք անդամ, ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանին։ Հայաստանի ընտրանին աշխարհի առաջնություններ մեկն է հենց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Ծառուկյանի միջոցներով եւ փայլուն վերադարձել հայրենիք։ Արամ Մանուկյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։